տնտեսական խանութում եմ ու միկին հարցնում եմ, ասում ես ապրանքը ինչական է, վաճառողը պատասխանում է թուրքական է։ Ասում է, չէ, ես թուրքական ապրանք չեմ առնում, հետ դրեք։ Ու ես միանգամից մտածում եմ, սա նորմալ է թե չէ։ Եթե քաղաքացին է այդպես վարվում, դա նորմալ է։ Եթե պետությունն է այդպես կառավարվում, դա աննորմալ է, որովհետև ռացիոնալ չի։ Ռացիոնալությունը հակադրվում է իմպուլսիվ ինքնաբավարարմանը։ Եվ ռացիոնալ քաղաքական ամենատիպիկ օրինակներից մեկը Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունն էր, որ Հայաստանը Թուրքիայի դեմ ցեղասպանության ճանաչման հարցը չի դնում որպես արտաքին քաղաքական հարց։ Այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի Հանրապետությունից չի պահանջում ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Այսպիսի դիրքորոշումը առաջին հայացքից թվում է վախկոտություն ու դավաճանություն։ Իմպուլսիվ մակարդակում ոչ մի հայ մարդ, ինչքան էլ խելամի թերատես, այլ զգացողություն չի կարող ունենալ։ Որովհետև տրամաբանական է, որ եթե Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, Օսմանյան կայսրությունը կատարել է այդպիսի սարսափելի հանցագործություն, ապա Հայաստանի Հանրապետությունը իր անկախությունը ստանալու հաջորդ օրը պիտի գնա եւ Թուրքիայի Հանրապետության առաջ դնի ցեղասպանության ճանաչման եւ հետևանքների վերացման հարց։ Ռացիոնալությունը ծագում է այն ժամանակ, երբ մարդը իրեն տալիս է մի պարզ հարց։ Եթե ես վարվեմ այսպես, ապա հավանաբար դիմացինս ինչպես կվարվի եւ դիմացինի վարքի եւ իմ վարքի հաշվը կշիռը ինձ ձեռնտու է թե ոչ։ Եվ միանգամից այդ հարցին պատասխանում է, որ եթե ինձ ձեռնտու չէ, ես այդպես չեմ վարվում, ինչքան էլ դա ինձ այդ պահին հաճելի լինի։ Շախմատային լեզվով ասած, ռացիոնալությունը մի քայլ առաջ մտածելն է։ Եթե ես իմ թաքուով դիմացինին շախ անեմ եւ ինքը զինվորով իմ թաքուին ուտի, դա ինձ ձեռնտու է թե ոչ։ Եթե ձեռնտու չէ, ուրեմն շախ չեմ անում։ Չնայած այդ պահին այդ շախ անելու պահը ինձ հաճելի է։ Ոչ ռացիոնալ մարդիկ տեսնում են մինչև իրանց քիթը։ Դրա համար ոչ ռացիոնալ մարդիկ ռացիոնալ վարքը հաճախ համարում են դավաճանություն։ Օրինակ, ոչ ռացիոնալ մարդիկ երբ լսում էին Ղարաբաղի հարցի ժամանակ, որ 5 շրջան պետք է զիջել Ադրբեջանին եւ ստանալ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, իրենք դա համարում էին դավաճանություն, որտեղ իրենք միայն տեսնում են ինչ որ մի բան տալը։ Իրենք իրենց հարց չէին տալի, որ եթե չտաս ինչ կլինի։ Իրենց համար որպեսի մի բանին իրենք հավատան, այդ բանը պետք է լինի։ Չեն կարողանում կանխատեսել, չեն կարողանում հաշվարկել։ Հենց լինումը հավատում են։ Հիմա Հայաստանին պետք է ռացիոնալ կառավարում, ռացիոնալ արտաքին քաղաքականություն։ Օրինակ Հայաստանը որպես ինքնիշխան պետություն կարող է արգելել թուրքական ապրանքների ներմուծումը։ Եթե Հայաստանի որևէ իշխանություն այդպես վարվի եւ այդպես հայտարարի, վստահ եմ, որ Հայաստանում կլինեն բազմաթիվ մարդիկ, որոնք այդ պահին իրենց բավարարված կզգան։ Բայց դա Հայաստանի շահերից բխում է թե չէ։ Մեկ այլ օրինակ, Ադրբեջանում կա պետական մակարդակի հակահայ քարոզչություն։ Իմպուլսիվ մակարդակում տրամաբանական է թվում, որ Հայաստանում էլ ուրեմն պետք է լինի հակաադրբեջանական քարոզչություն։ Բայց հարցն այն է, մեզ դա ձեռնտու է թե ոչ։ Ռացիոնալ վարքը չի բավարարում ոչ ռացիոնալ մարդկանց, բայց դա օգտակար է պետության համար երկարաժամկետ հեռանկարում։ Ռացիոնալությունը կարող է պահանջել, որ մենք Թուրքիայի հետ խոսենք այլ լեզվով, քան մեզ այդ պահին հաճելի է։ Ռացիոնալությունը կարող է պահանջել, որ Ադրբեջանը հակահայ քարոզչություն է տանում, մենք չտանենք հակաադրբեջանական քարոզչություն։ Ադրբեջանը սուտ է խոսում, մենք պարտադիր չի որ սուտ խոսենք։ Ռացիոնալությունը կարող է պահանջել, որ մենք այսօր մի բան զիջենք, որ վաղը 10 բան չզիջենք, կամ այսօր ոչինչ չզիջենք, որ վաղը 10 բան չզիջենք։ Այլ կերպ ասած, ռացիոնալությունը պատասխանում է հետևյալ բարձ հարցին. Ինչն է մեզ ձեռնտու։ Ոչ ռացիոնալությունը պատասխանում է բոլորովին այլ հարցերի։ Ոնց անենք, որ մեզ լավ զգանք։ Ոնց անենք, որ վիրավորանք հաղթահարենք։ Ոնց անենք, որ թշնամու քթին տանք։ Ոնց անենք, որ այս պահի մեր վատը զգալը ինչ որ կերպ հաղթահարենք։ Ռացիոնալությունը չունի ինքնաբավարարման խնդիր։ Ռացիոնալությունը ունի երկարաժամկետ շահի խնդիր։ Ռացիոնալությունը խնդիր չունի, որ այսօր իրեն զգա չբավարարված, նեղացած, ստորացած։ Դա իրեն չի խանգարում, եթե ինքը գիտի, որ երկարաժամկետ հեռանկարում բոլոր շահերը պաշտպանված են։ Ոչ ռացիոնալը պիտի այս պահին բավարարվի, այս պահին վրեժ լուծի, այս պահին իրեն հաղթանակած զգա եւ իրեն չի մտահոգում, որ դրա գինը կարող է լինել այն, որ վաղը ինքը կորցնի ամեն ինչ։ Հայաստանին պետք է ռացիոնալ կառավարում։